Ալավերդի խոշորացված համայնքի շնող բնակավայրի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ բարի լույս, բարի առավոտ։ Շնորհակալ եմ նախ ջերմ ընդունելության համար եւ նաեւ ուրախ եմ, որ այդ թվում շնողում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին, տեղի են ունենում արտահայտված են։ Երեք առավոտյան մենք ուղիղ եթերում Լոռու մարզպետի հետ ամփոփում էինք 2018 թվականից արված աշխատանքները եւ 2018 թվականից Լոռու մարզում շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվել կառավարության կողմից։ Դրանք ճանապարհներ են, դրանք դպրոցներ են, մանկապարտեզներ են, ջրագծեր են, պատմամշակութային հուշարձաններ են։ Իմիջայլոց մենք շնողի եկեղեցին նաև մտանք եւ տեսանք եւ համայնքը եւ մասնավորի աջակցությամբ վերականգնել է։ Ես ձեզ ուզում եմ մի այսպիսի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ կառավարությունը վերջին տարիներին աննախադեպ ծավալի վերականգնման աշխատանքներ է իրականացնում մեր պատմամշակութային հուշարձանում։ Լոռվա մարզում մասնավորապես Քոբայրում է իրականացվել աշխատանքներ Լոռի բերդում եւ այլն, բայց նաեւ ինչպես մյուս դեպքերում, այս դեպքերում էլ համայնքները իրենք էլ շատ մեծ նախաձեռնություններ են ցուցաբերում, ինչի համար մենք ուրախ եւ շնորհակալ ենք։ Ես ձեզ ուրիշ բանի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել։ Այսօր եւ ոչ միայն այսօր տարիներով մեզ մեղադրում են, թե մենք մեր ինքնությունից շեղվում ենք, թե մենք մեր երկիրը մեր ինքնությունից շեղում ենք, ոչ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ նախորդ 35 տարիների ընթացքում պատմամշակութային հուշարձանների մեր ազգային եւ պետական արժեքները վերականգնելու վրա այնքան միջոցներ չեն ծախսվել, այնքան հուշարձաններ չեն փրկվել ավերումից, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 8 տարիներին։ Եվ սա ոչ թե պատահականություն է, սա մեր ռազմավարությունն է, մի ընկալմամբ եւ մի տարբերությամբ, որովհետեւ մենք համոզված ենք եւ այդ համոզմունքը գալիս է մեր պատմությունը ուսումնասիրելուց, մեր պատմությունը ընթերցելուց։ Ընդհանրապես ես ձեզ մի գաղտնիք եմ ուզում, այսինքն գաղտնիք էլ չի, 100 անգամ ասել եմ։ Վերջին տարիների մեր քաղաքականությունները ամբողջը ուղիղ կապված են մեր պատմության հետ։ Հատկապես 2020 թվականի իրադարձություններից հետո ես հարկ եմ համարել ընթերցել եւ վերընթերցել հայ ժողովրդի պատմությունը, փորձելու հասկանալ, թե ինչու ենք մենք ամեն անգամ նույն ցիկլի մեջ ընկնում, ինչու է մեր պատմությունը անընդհատ կրկնվում, ինչու ենք մենք անընդհատ նույն ողբերգությունների մեջ հայտնվում։ Եվ այդ պատմության ընթերցումը եւ վերընթերցումը, պատմության վերլուծությունը, պատմության քննությունն է մեզ բերել են որոշումներին, որ մենք կայացրել ենք, ինձ բերել են որոշումներին, որ ես կայացրել եմ, եւ ես ուրախ ու հպարտ եմ, որ այսօր կարող եմ ասել ձեզ, որ մեզ հաջողվել է միասին, անցնելով դժվարությունների, անցնելով ողբերգությունների, անցնելով դժոխքի միջով, մենք ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը եւ մեր ժողովրդին դուրս ենք բերել այն աղետաբեր ցիկլից, որի վերջում պետության եւ ժողովրդի կործանումն է։ Մենք դուրս ենք եկել այդ ցիկլից եւ մտել ենք մի օրակարգի մեջ, որը ոչ թե մաքարման եւ գոյատևման է, այլ որը զարգացման եւ բարեկեցության է։ Մենք դուրս ենք եկել մի ցիկլից, որ մենք մեր պետությունը
պետք է ընդամենը մեր պետության ճակատագիրը կախված լինի ուրիշներից, այլ մենք որդեգրել ենք Հայաստանի պետականության հարատևության օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան եւ մենք սերնդեսերունդ տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակներով Հայաստանը որպես պետություն պետք է փոխանցենք սերնդեսերունդ։ Այս խնդիրն ենք մենք լուծում այսօր եւ մենք միասին այդ խնդիրը, այդ պատմական, այդ հազարամյա խնդիրը պարտավոր ենք լուծել։ Այս տարածքում, Հայաստանի այսօրվա տարածքում 1045-ից մինչև 1918 թվականը պետություն գոյություն չի ունեցել։ 1000 տարի, շուրջ 1000 տարի այս տարածքում հայկական Հայաստան պետություն գոյություն չի ունեցել եւ մենք պիտի վերադարձնենք պատմության այդ պարտքը։ Պատմությունն է մեզ պարտք, մենք էլ պարտք ենք պատմությանը եւ առաջիկա 1000 տարիներին եւ հետագա 1000 տարիներին այս տարածքում Հայաստան պետությունը պիտի գոյություն ունենա, Հայաստան պետությունը պիտի գոյություն ունենա։ Ինչ որոշում դուք գիտեք, ինչի մասին ես խոսում եմ, ինչ որոշումներ ես կայացնում եմ, ինչ արել եմ, ինչի համար ինձ մեղադրել են 2018 թվականից ի վեր, ամեն ինչ բացարձակ, ամեն ինչ իմ բոլոր մտքերը, որոշումները, զգացումները, արարքները գեր կենտրոնացած են եղել մի նպատակի վրա։ Մենք չպետք է ոչ միայն թույլ տանք Հայաստան պետության կործանումը։ Ես ձեզ ուղիղ եմ ասում ժողովուրդ, 2018 թվականին, երբ ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Հայաստան պետության ավարտի ժամանակացույցը ոչ միայն միացված է եղել, այլև այդ ժամանակացույցը մոտենալիս է եղել իր ավարտին։ Ձեր աջակցությամբ, ձեր շնորհիվ, ձեր իմաստնության, համբերության, լայնախոհության շնորհիվ մեզ հաջողվել է ոչ միայն կանգնեցնել այդ ժամացույցը, մեզ հաջողվել է ջարդուփշուր անել այդ ժամացույցը եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան տասնյակ, հարյուրավոր, հազարավոր տարիներով եւ մենք այդ խնդիրն է, որ լուծում ենք այսօր եւ իմ բոլոր մտքերը եւ որոշումները, իմ բոլոր քայլերը գեր կենտրոնացած են եղել այս գեր, այս ամենանպատակի վրա։ Հայաստան պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստան պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։ Վերջին օրերին մեր քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Պարզվում են փաստեր, իրադարձություններ, իրողություններ։ Հիմա էլ պարզվում է, որ կալուգացի ձեզ հայտնի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Հաջորդ փաստը ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության կամ եռալրտեսական կուսակցություն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը տարիներ առաջ, 2 տարի առաջ էր կարծեմ, դες կալուգացու հարցը պարզ է, այսինքն այնպիսի անառարկելի փաստեր կա, նրանք չեն էլ համարձակվում, ասեն, որ դատի կտան, որտեվ ինչը դատի տան։ Նա հարաբերակված փաստեր այնքան ակնհայտ եւ անառարկելի են, երկրորդն է դատի տալը միայի բա, այդ դատը պարտվելը արդեն պեչատը ճակատին խփելը։ Բա ինչի չեն դատի տալիս, բա պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ,
ընկել էին միջազգային արբիտրաժները հետի գործով, մի հատ էլ ասում էին ես ենք անելու, գնացին եւ արբիտրաժում նույնպես հետի գործով պարտվեցին, որովհետեւ որ եկել են ասում են ուժեղը դուք չեք, ուժեղը պետությունն է, ուժեղը Հայաստանի Հանրապետությունն է, չի կարող որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում լինել ավելի ուժեղ, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տեր ունի, ուժեղ տեր ունի, եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Էս այդ մասով, դե թող գնան արբիտրաժներ դիմեն, թող գնան միջազգային արբիտրաժներ դիմեն, միջազգային հետաքննող հեղինակավոր լրատվամիջոցը խփելաճակատներին ապացույցադրել, որ նա հանդիսանում է օտարերկրահատուկ ծառայության աշխատող։ Ընդ որում էլի եմ ասում, ամենայն հարգանքով, ես վերջում կասեմ դա, եթե հիշում եք 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ նա ասում է, դիմելով օտար երկրին, ասում է, դե դուք ինձ մցրեցիք քաղաքական դաշտ Հայաստանի, ես հիմա պրոբլեմներ ունենք, խնդրում եմ ինձ ապահովեք ինձ դուրս գալ այդ քաղաքական դաշտից։ Այն ժամանակ ինչ արեցին, ասին դե արհեստական ինտելեկտով է բան արած, պատրաստած եւ այլն։ Այն ժամանակ ես առաջարկ արեցի, ասի թող հասարակական կազմակերպությունները միջազգային փորձաքննություն պատվիրեն, այդ ձայնագրությունը օրիգինալ է, թե օրիգինալ չի։ Իմիջայլոց հասարակական կազմակերպություններ սիրում են մեզ քննադատել, ճիշտ են անում, եւ ես ընդունում եմ քննադատությունը, ել եմ ասում, մենք անթերի չենք, ընդհակառակը, ինչքան շատ քննադատեք մեզ, այնքան լավ, մենք ավելի կհղկվենք, ավելի լավ կաշխատենք, ավելի պատասխանատու կլինենք, բայց թույլ տվեք քննադատեմ ես հասարակական կազմակերպությունները, ինչու այդ փորձաքննությունը չպատվիրվեց, ինչու Ռոբերտ Քոչարյանի փորձաքննությունը չպատվիրվեց։ Ես ասում եմ պատասխանատու, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, որ երաշխավորում եմ, դա օրիգինալ ձայնագրություն է, էլի կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, տարեք փորձաքննության եւ արեք դա միջև ընտրությունները, որպեսզի ժողովուրդը իմանա, բայց եթե ժողովուրդը կարող է ավելի վստահել իմ ասածին, ես ձեզ երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, այդ խոսողը, այդ խնդրողը Ռոբերտ Քոչարյանն է, նա ինքը իր ձայնով է այդ նախադասությունները հնչեցրել, եւ սա լրտեսի գործունեություն է, Մենք երեք հրապարակված տեղեկություններից իմացանք, որ նույնն է ըստ էության, ասենք եթե բանը Կալուգացի օլիգարխը B կլասի գործակալա լրտեսա, իմացանք, որ ԲՀԿ-ի ղեկավար Ծառուկյանն էլ Չ կլասի լրտեսա, բայց մեկ այլի լրտեսա։ Երեք նայում եմ ասում, չգիտեմ ինչ արե մեր ասածների մասին լրագրողները բան են ուզում, մեկնաբանություն են ուզում, ասում դե գիտեք ինչ, ես չեմ իջնում այդ մակարդակին, բան չեմ ասում։ Ստեղ պրոբլեմը գիտեք որն է իր այդ կապված, ախր դու իրոք չես կարա իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու կիջնեի։
Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո բակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, Կարապետ Գուլոյանի առանձնատունը այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի, ասենք 700 մետր 825-ի վրա, ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի, այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են, վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, բայց այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի, եւ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ այդ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիայի մախինացիան բացահայտվել է եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն իսկ գրություն է ստացել Հայաստանի Հանրապետության դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման եւ առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է, ուրեմն հետևեք Հայաստանի կառավարության հրահանգներին եւ այլևս Արարատ ցեմենտը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ժողովուրդ, 2018 թվականից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե 300 միլիարդ դրամով ավել փողա վճարել, 300 միլիարդ, քան նախորդ 8 տարում։ Նախինում ուն են գնացել այդ փողերը, գնացել են եռագլուխ մաֆիայի գրպանը, մենք 2018, բայց ուրիշ բան եմ ասում, հիմա այս ինֆորմացիաները իմանալով ժողովուրդ, հիմա հասկանում եք ինչի հետ եմ ես գործ ունեցել 2018 թվականից, հիմա հասկանում եք, հիմա ասել չլնի եկել են ասում ուժեղը, դուք ինչ ուժեղ, դուք պապայի բալիկներ եք, որ ձեր իրեք հետ ձերից թաթիկից բռնած, այսինքն թաթիկից չէ, մեր բարբարում մի հատ բան կա, չէ, լավ բար կա, շլինգ, էդ եմ, բա մերն անթանուր, մերը ես նկատի ունեմ, ես ենք էլի, քոնի բարբարը նկատի ունեմ, ենթադրում եմ բանում գորիսի կողմերն էլ կլնի այդ նույն բարը, սենց, ասենք ձեր շլնքից բռնած տանում են ստեղ, տանում են ընդեղ, սենց բանի նման, բուշլաթի նման, դուք ինչ ուժեղ եք, դուք ինչ ուժեղ, դուք բուշլաթի նման ձեզ շպրտում են գցում ստեղ, ձեզ շպրտում են գցում ստեղ, բայց ձեր վերջին բուշլաթի հանգրվանի հարցը որոշելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ին։
Բայց ես էսել եմ ուզում ասեմ, Ժողովուրդ ջան, ես էսել եմ ուզում ասեմ։ Ուզում եմ հստակ ասել, որովհետև դե գաղտնիք չի, այդ ամեն ինչը օտարերկրահատուկ ծառայությունը, Ռուսաստանի անվտանգության ֆեդերալ ծառայությունն է, բայց ես ուզում եմ ուղիղ ասեմ։ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Մենք խորացնելու ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք 200-ից մոտ 200, հիմա թիվը կարող եմ մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Մենակ հեռախոսազրույց 200 հեռախոսազրույցից ավել, դուք պատկերացնում եք, այդ նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Այստեղ խնդիրն ուրիշ տեղ է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասարի հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերությունը եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Ես այս վերջերս պատվեցի, ուրեմն մեծ պատվիրակությունով հանդիպում էր եւ Ռուսաստանի բարձրաստիճան ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը ասեց, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերություններով վնաս է հասնում Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, ասի մենակ չենք եղել։ Այդ դահլիճում ներկա եղել առնվազն 15-16 մարդ։ 15-16 մարդ։ Ես ասի շատ լավ։ Խնդրում եմ բերեք մի օրինակ։ Խնդրում եմ բերեք մի կոնկրետ օրինակ, որ ձեր ասածը տեղի է ունեցել։ Եվ ի՞նչն էր պատասխանը։ Պատասխանը լռություն, բառից բուն իմաստով, ժողովուրդ կարա լռություն, որովհետև լռությունն է ճշմարտությունը։ Ես երկրորդ անգամ կրկնեցի հարց, ասի խնդրում եմ, շատ եմ խնդրում, ասում եք բան։ Ես կարող եմ մի բան, այն չի եղել, մենք հասկանանք ինչն է խնդրեմը։ Եվ երկրորդ հարցին նույնպես հետևեց լռություն։ Եվ ես ասում եմ, մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու, ոչ մի կտրուկ, բայց մենք թափանցիկ ենք եւ մենք ինչ է ասում, մենք ամենայն հարգանքով վերաբերվում ենք Ռուսաստանի շահերին, ամենաբարձր ձևով, բայց կներեք, մենք չենք կարող Ռուսաստանի շահին ավելի բարձր վերաբերվել, քան մեր շահերին, հասկանում եք, քան Հայաստանի Հանրապետության շահերին։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, եւ մենք հետևում ենք եւ գնալու ենք Հայաստանի շահերին, եւ մենք հակասության եւ հակադրության, էլ չեմ ասում լեզվակռվի, բանավեճի մեջ չենք մտնելու Ռուսաստանի մեր գործընկերների հետ, բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվելու է։ Ժորժ ջան, այս ամեն ինչ որ ասացի շատ կարեւոր է, բայց այնուամենայնիվ այս ընտրությունների ամենակարևոր նրբությունը եւ ամենակարևոր ասելիքը հետեւյալն է։ Ես եկել եմ մի հիմնական ասելիքով։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված խաղաղության առիթով։ Եվ մեր խաղաղությունը այսօր շատերն են կասկածի տակ դնում։ Բայց մեր 9 ամսեկան խաղաղությունը ես համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա, գոյություն ունի, իրականա, անուն, ազգանուն ունի։ Եվ այդ 9 ամսեկան երեխան, որ տանը 9 ամսեկան երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ
այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունը, որտեղ 9 ամսական երեխա կա, ավելի մեծ երջանկություն ո՞նց կարելի է ընդհանրապես պատկերացնել։ Եվ այս 9 ամսական երեխայի ներկայությունն է Հայաստանի Հանրապետությունում, որ փոխել է մթնոլորտը մեր երկրում, մեր երկիրը վերածվել ուրախ երկրի, ուրախություն կա մեր երկրի, սա չի շարքում, թե մեր բոլոր խնդիրները լուծված են, բայց 2 տարի մենք ոչ զոհ ունենք, ոչ մի վիրավոր, միթե սա ուրախության առիթ եւ պատճառ չի, սիրելի ժողովուրդ։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինչ քեզ է տանում, ասում են գիտեք ինչ, մենք ի վիճակի չենք մեր 9 ամսական երեխային տեր կանգնել, ասում են եկեք հանձնենք որբանոց այդ երեխային, եկեք հանձնենք ուրիշի խնամքին, հենց թարգմանաբար էսա երաշխավորի մասին նրանց խոսակցությունը, որտեղ նրանք ուզում են, որ խաղաղության լինել չլինելու հարցը լուծվի Հայաստանից ու տարածաշրջանից դուրս։ Մենք ասում ենք չէ, պետք է ստեղ լուծվի այդ հարցը։ Եվ այս կոնտեքստում է ժողովուրդ ջան, որ ինձ մեղադրում են թուրքամետ լնելու, ադրբեջանամետ լնելու, ես ասում եմ, որ մեր ռազմավարական նպատակը հետևյալն է, մենք այս տարածաշրջանում խաղաղ ապրելը պետք է հնարավոր դարձնենք առանց արտաքին օգնության։ Հասկանում եք, նախկինում ես այդ փորձն եմ ունեցել, նախկինում, երբ որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բան էր պետք խոսալ, մենք ո՞նց ենք խոսում, խոսում ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ մի X պահի, եւ նրանց պատասխանն է ստանում ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ մի X պահի ես գիտեք ինչ արձանագրեցի, ժողովուրդ, խնդրում եմ ուշադիր, պատկերացրիք չէ, քանի որ մենք հարաբերություն չունենք։ Միշտ երրորդ երկրի միջոցով խաբար ենք անում, երկրի միջոցով խաբար պատասխանը ստանում։ Եվ մի X պահի ես հասկացա հետևյալը։ Ոչ խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ էլ պատասխանն է ճիշտ գալիս տեղ հասնում։ Ընդ որում, միշտ չի, որ չարամտությամբ։ Երբեմն մարդիկ մեր տարածաշրջանային կոնյունկտուրան չհասկանալով, որովհետև այնուամենայնիվ առանձնահատկություններ կան տեղային, տարածաշրջանային։ Եվ շատ դեպքերում, եւ նաեւ սա հասկանալով էր, որ ես հասկացա, որ պետք է խոսել ուղիղ, ինչքան էլ դժվար լինի, պետք է խոսել ուղիղ, պետք է պայմանավորվել ուղիղ, եւ այդ ուղիղ խոսակցություններ, որ այդ թվում, երբ որ դու նախնական պայմանավորվում խոսում ես, այդ թվում արդեն այլ երկրների աջակցությամբ, որոնք հասկանում են կոնտեքստը, այդ դեպքում հնարավոր է լինում հաստատել խաղաղություն, ինչը եւ տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Եվ հետեւաբար իմ շուտով ժողովուրդ ջան, մեծ իրադարձություններ են սպասվում։ Թրիպ նախագիծն է սկսում իրագործվել։ Դա նշանակում է հազարավոր եւ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում։ Դա նշանակում է միլիարդների ներհոսք Հայաստանի Հանրապետություն։ Չնայած մենք 2018 թվականից արդեն 280,000 աշխատատեղ ստեղծել ենք։ Ես այսօր չխոսացի թոշակների մասին, չխոսացի առողջության ապահովագրության մասին, ընդհանրապես երեք մարզպետներ հետ երբ որ մենք բան ենք անում, խոսում ենք այդ ուղիղ եթերներում, որ խոսում ենք, մենք հասկանում ենք այնքան բան կա արած, որ մի ժամը հերիք չի, որ ամեն մարզի համար։ Մենք կարանք ժամերով խոսանք, թե ամեն մարզում ինչ են կարել 2018 թվականից։ Եթե դուք այդ արածը տեսնում եք, խնդրում եմ ինչքան տեսնում եք, այդ չափից ծափահարեք։ Բայց օբյեկտիվ։ Ուրեմն ահագին տեսնում եք, բայց էլի վերադառնալով, այս ընտրությունների հիմնական կոնտեքստը եւ իմաստը հետեւյալն է։ Մենք ձեզ կոչ ենք անում, խնդրում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Եվ դա անելու համար անհրաժեշտ է գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Մի րոպե, համոզուց չի ինչու։
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը պետք է արձանագրենք, ժողովուրդ ջան, այն 16-ը ոչինչ, բայց այս տերի մասը պետք է համոզվեն, որ տեր եք, իրոք տեր ենք եւ իրոք տեր եք, որովհետև այս տերը լինելու պահն է, որ մի մարդու որոշման հարցը, մի մարդու որոշման հարցը, մի մարդ է պետք, որ տեր կանգնի Հայաստանի Հանրապետությանը, մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ ով այդ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա այդ մեկ մարդկանցից, ուզում եմ ձեռները տենամ, ով կա, ով ներկա Հայաստանի Հանրապետությանը եւ խաղաղությանը տեր կանգնելու process-ին, ով ներկա ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, շնորհին, Ալավերդի խոշորացված համայնքին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը չի համոզում։ Չի համոզում։ Չէ, մի րոպե։ Միջև չհամոզվեմ, որ շնողից սկսած միջև Երևան եւ Հայաստանի Հանրապետություն տերա չեմ գնալու։ Ինչքան էլ գրաֆիկը արդեն ուշացել ենք, միջև չհամոզվեմ չեմ գնալու։ Պետք է այստեղ միջև իրիկում կնստեմ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, շնորհին, Ալավերդուն, Երևանին, Հայաստանին, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, երեխեք ջան, ձեզանից պետք է ներողություն խնդրեմ, որովհետև այնպես լավ մթնոլորտ ստեղծեցիք, ես կես ժամ խոսացի, մինչդեռ պետք է խոսայի, քարտեզ տալով պետք է գնամ ավտոբուս, երեխեք ջան, չենք հասնելու նկարին, խնդրում եմ մյուս անգամ, բան մկրչան, պետք է մի օր հաց ու գանք երեխեքի հետ նկարին, բա խնդրում եմ ներողություն, ներողամիտ եղեք ժողովուրդ ջան, ուղղակի մյուս տեղերը մարդկանց սպասեցնել չտանք, էլի։ Եթե տենակ մյուս տեղերը հասցրել ենք նկարվել, երեք էլ տենց եղավ, մի քանի բնակավայրում չնկարվեցինք մյուս տեղ։ Չէ, ավելի լավ, 215 Ալավերդի ենք և ժամը 8-ին ենք Վանաձորում մեծ հավաք ունենք, ներողություն եմ խնդրում բոլորիցդ, երեխեք ջան և սիրելի շնորհքներ, բայց ասեմ ձեզ, շնորհակալ եմ սենց սրտառուչ դիմավորման և սենց սրտառուչ մտնում։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, շնորհակալ եմ։ Երեխեք ջան, կանտեք մենք բաժանելով կգնանք։ Ահա,
Հիմա որ խանգարում երակրող է։ Պարոն Փաշինյան, Ռուսաստանի նկատմամբ լավ վերաբերմունք եք ունեն, բայց ոնց չկերեք Հանի 30 բադա չարա։ Իչակին երկրորդ անգամ կամերան։ Իչակ կարա տազա կայլը։ Այ ով վերցրել դուրս եկեք։ Ով վերցրում է դուրս եկեք։ Արի ճուտո քարտեզ ես վեկան։ Հատի։ Եվա։ Եվային էլ տվեք։ Եվա։ Եվա, ահա, տապասը գերուխում վերցրել։ Մի հատ էլ տվեք, էլի պարոն Փաշինյան։ Կարտերես կտակ։ Կանիստը վերցրու։ Ախանց ոչ մեկի խալքի։ Պարոն վարչապետ, դե ատենից դուրս հավաք։ Պարոն վարչապետ։ Կարտերը նկարի։ Հեսա, արում, դու խոդես, ապետյան։ Միանարակ նկարվենք նո։ Չասենք շնորհակալ ենք, սիրում ենք բոլորին։